Նարեն ու աղբերի թագավորը վերամշակված երազանք, երբ լռեց բնությունը հեքիաթների նոր շարքն է, որ երեխաների համար գրել են հենց իրենք երեխաները։ Երևանից ու մարզերից ստացած ստեղծագործությունները մեկ գրքույկում հավաքել հրատարակել է շրջակա միջավայր եւ առողջություն հասարակական կազմակերպությունը։ Գրախանութ են բերել բնապահպանական հեքիաթների արդեն 3-րդ ժողովածուն։ Իդեպ այս մեկի եւ մրցույթ ընտրությունը եւ ձևավորումը նորությամբ է ներկայացնում է ՀԿ-ի ղեկավարը։ Ընդհանուր ստացել ենք 55 հայտ եւ առանձնացրել ենք եզրափակիչ փուլ 10 լավագույն աշխատանքներ։ Բոլոր ներկայացված 10 հեքիաթներից մենք պատրաստել ենք մեր ուժերով արդեն կոմիքսներ եւ կոմիքսները հրապարակել ենք մեկ էջում, տալով մոտ 1 ամիս ժամանակ, որպեսզի մարդիկ լայքեն, նայեն, քվեարկեն իրենց նախընտրելի կոմիքսներին։ Ամենաշատ ձայները սոցցանցային քվեարկությամբ Վանաձորցի Մանեն է ստացել։ Դարանում անցկացված մանկական շնորհանդեսին ստացած մրցանակը լոռի կտանի։ Բնապահպանական հեքիաթի միջոցով ժպտերես աղջկա ասելիքը չորացած ծառը կտրելուց առաջ նույն օրը նորը տնկելու ուղերձն է։ Ահա վերջին սերմը հեքիաթն է, որի կենտրոնում մայր ծառն է։ Մայր ծառը իմ հեքիաթում հանդիսանում է կյանքի ու հոգատարության խորհրդանիշ։ Որպեսզի էկոլոգիական խնդիրները հասնեն նաև ամենափոքրիկ ընթերցողներին, հեքիաթի տեքստերը բավական սեղմ են։ Ժողովածուն կազմված է հիմնականում կոմիքսներից, համատեղել են «Ներկիր ինքդ» սկզբունքը, որ նաև դեռևս կարդալ չկարողացող երեխան նկարչության միջոցով սովորի սիրել ծառ, ծաղիկը, կենդանիներին, բնությունը։ Կոմիքսները սկսվում են մուգ երանգներով, ավարտվում պայծառ լավատեսական գունավորմամբ, ասում է դրանց հեղինակը։ Բոլոր կոմիքսները պատրաստված են 6 նկարներից, որոնց առաջին էջերը հիմնականում ներկայացնում են խնդիրը, իսկ վերջին 2 էջերը ներկայացնում են լուծումը, թե ինչպես է մեր հեղինակը տեսել տվյալ բնապահպանական խնդրի լուծումը։ Հեքիաթ կոմիքսների ժողովածուն արդեն վաճառքում է։ Շնորհանդեսին փոքրիկները, նրանց հայրիկ-մայրիկներն ու ուսուցիչները վիկտորինայի մասնակցեցին։ Մայրաքաղաքից մինչև Աչաջուր գրախանութ եկած բոլոր երեխաները տուն վերադարձան նվերներով։ Հերմինե Բաղդասարյան, Արտակ Գևորգյան լուրեր։